Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, եթերում անդրադարձ հաղորդաշարն է։ Այսօր մեր առաջին հաղորդումն է։ Ես կարճ կուզենայի ձեզ ներկայացնել մեր հաղորդման նպատակը։ Մեր նպատակն է վաստակաշատ, արժանավոր, անմնացորդ նվիրումով մեր երկրի, տարածաշրջանի, համայնքների, քաղաքի կայացմանը, բարգավաճմանը, զարգացմանը, ակտիվորեն մասնակցություն ունեցած մարդկանց մեծարելով, ներկայացնելով կարողանանք նպաստել մեր երիտասարդության դաստիարակության գործին։ Մեր հաղորդումը սահմանափակված չի։ Տարբեր բնույթի ու բովանդակության հաղորդումներ մենք կարող ենք հեռարձակել։ Տարբեր ոլորտի ու բնագավառի վաստակաշատ մարդիկ կլինեն մեր հյուրերը։ Ես դիմում եմ մեր ուղդիրին խնդրելով, որ իրենց առաջարկություններով, խորհուրդներով օգնեն մեզ նպաստեն մեր հաղորդաշարի կայացմանը։ Եվ այսպես մեր առաջին հաղորդումն է։ Մեր հյուրն է Շիրակի մարզպետ, գեներալ լեյտենանտ, պարոն Ֆելիքս Ցոլագյանը։ Բարև ձեզ, պարոն Ցոլագյան։ Բարև ձեզ, պարոն Մակար։ Շատ հաճելի է, որ դուք Ընտարաշ գնացիք մեր հրավերքին և մասնակցում եք մեր առաջին հաղորդաշարին։ Դուք ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ այսպիսի մի թևավոր խոսք էիք ասում։ Ես իմ տունն եմ եկել։ Այո, միշտ էլ դուք համարել եք Շիրակը ձեր տունը։ Բայց այս անգամ դուք եկել եք ոչ թե որպես տան անդամ, այլ տան տեր, որը ինչ խոսք, ի տարբերություն տան անդամի, բավականին լուրջ պատասխանատվություն է դնում տան տիրոջ ուսերին։ Այն ինչ կասեք այս Նախ, պարոն Մակար, ուզում եմ ողջունել ձեր հաղորդաշարը և գովեստի չի դեմ խոսքեր կարելի ասել հաղորդաշարը կազմակերպելու համար, որովհետև կարևորությունը անգնահատելի է, ինչի համար, որովհետև մենք ինքներս պետք է փորձենք ճանաչել մեզ հաղորդաշարի միջոցով։ Մեր մարդկանց, այն մարդկանց, որոնք որ դուք ասացիք, վաստակաշատ են, ունեն ծառայություններ, եւ այդ մարդկանց ներկայացնելով մենք առաջին հերթին ոչ թե այդ մարդկանց գովեստով պետք է զբաղվենք, այլ պետք է զբաղվենք երևի մարդկանց նրանց արածը հասցնելու միջոցով։ Ինչ մնում է ձեր հարցին, այո, ասել եմ այդպիսի բան։ Ես այդպես ասելուց առաջ հերթին մտածում էի, որ ես ծնունդով շիրակցի եմ, բնական է արդեն իմ տունն է։ Ուրիշ ձև, ես ուրիշ բան չէի մտածում դա ասելուց, առաջինը դա էր։ Երկրորդը ինչ մնում է տեր իմաստով, իհարկե պատասխանատվությունը մեծ է, իհարկե աշխատանքի ծավալը մեծ է, ժամանակի մեջ տեղավորվելու խնդիրներ կա, բայց ես փորձում եմ անել լավ բաներ, ուրիշ բան չեմ ուզում ասել, չեմ ուզում շատ երկարացնել սա, փորձում եմ անել այն ինչ որ ինձ կախված, այլ բան չեմ կարող ասել։ Պարոն Ցոլագյան, մեր զրույցի ժամանակ ձեր մասին անպայման խոսելու ենք, հրավերի լուր նպատակ ինձ դրանում նկարանում, ես խնդրում եմ, դա հաջողախոսություն չհամարեք, այլ դա հասարակական կարծիք է եւ իմ օբյեկտիվ կարծիքն է, քանի որ ես ձեզ հետ աշխատել եմ ձեր ղեկավարության ներքո, անձամբ գիտեմ ձեր աշխատանքային ոճը, որոշակի չափով կյանքի փորձ ունենալով հանդերձ ուսումնասիրել եմ ձեր վարվելաձևը ենթականների նկատմամբ, քաղաքացիների նկատմամբ եւ ես պետք է ասեմ, որ օբյեկտիվ ես պետք է ներկայացնեմ իմ կարծիքը, դա հաջողախոսություն չի։ Կեցվածքով դուք գեներալ եք, բայց բնավորության բավականին պարզ, արդար, մաքուր մարդ եք, խոսքի զրույցի մարդ եք, մարդկանց նկատմամբ դուք որտեղ գրել եք Պարուշ Սևակի խոսքերը, մարդու հետ մարդ եղեք, եւ դուք ինչքան հասկացել եմ, անընդհատ այդ խոսքերը ձեզ ուղեկցող եք դարձրել։ Եվ ըստ արժանավորին է գնահատվում ձեզ հետ հարաբերվողների կողմից, լինի դա գյումրեցի, շաղիկցի, անիի շրջանից, արտիկցի եւ այլ, շատերի հետ եմ զրուցել։ Եվ անկեղծորեն պետք է ասեմ,
որ ի հաջույքս նաև ինձ բոլորը դրական են արտահայտում։ Այ այս ուղղությամբ ձեզ ինչ են ուղղորդում։ Ինչ պարտավորություններ ունեք, որ դուք կարողանում եք մարդկանց հետ նման ձևով հարաբերել։ Խոհած զգացողություն շատ լավ խոսք ասացիք, մարդ դրանից եւի շոյված կզգարի է։ Ասեմ, սկզբից ասացիք գեներալ պահվածք եւ մարդկային պահվածք։ Իսկ ով ասել է գեներալ մարդկային պահվածք պիտի չունենա։ Ես մարդկային պահվածքը իցն է մարդու մոտ, միշտ ես ասում եմ, մարդը իր հիմնական կրթությունը ստանում է դպրոցում։ Մեկ այսօր ինձ հուշում էր, որ իր տատը ասել է, որ տնից է ամեն ինչ, տունը ինչ սովորես, դրանից հետո ուրիշ բան չի սովորում մարդը։ Իսկ գնում որ տուն դպրոց այդ հասկացողությունն է եւ դասիրակության հարց է։ Այս բազմանդամ ընտանիքի երեխա եմ եղել, 7 երեխա ենք, մեծն եմ եղել ու ծնոն ես մանկավարժ դասիրակության հարցը ուրիշ բան չեմ կարող ասել։ Դա բացի դրանից երևի բնավորությունն է նայում մարդկանց հետ շփվելուց։ Ես բոլորին տրնում եմ իմ տեղը սկզբից խոսելուց, հետո նոր ինձ իր տեղը։ Եթե դա այդպես չլինի, եթե մոդեցումները դեպքին չլինի, չէ։ Մարդիկ չեն ընդունում, մարդիկ չեն հասկանա, չեն քննադի։ Եվ այդպես դա քննադականի համար չէ, դա էությունն է մարդու։ Եվ ես քննադականի համար չեմ անում ինչ-որ մի վերաբերմունք, դա շոու չէ։ Դա այն է, ինչ որ իրականում կա։ Իրականում իմ վերաբերմունքն է մարդու նկատմամբ եւ հակառակը։ Ժողովուրդն ասում է ինձ ցանեցիր էնել հենց ես։ Այո։ Պարոն Սոլոգյան, դպրոցն ավարտելուց հետո երբ դուք ընդունվեցիք պետհամալսարան, դուք շեն տնից գնացիք։ Երբ հետ վերադարձաք, բավականին լուրջ պրոբլեմատիկ տուն եք հետ վերադարձել եւ եսի նկատի ունեմ աղետից հետո իրավիճակը եւ բավականին լուրջ խնդիրներ կան այսօր ծառացած մեր տարածաշրջանի արչեւ, ինչու՞ չէ դուք ներող կլինեք եւ ձեր արչեւ, որովհետեւ վերջապես դուք եք Շիրակի մարզպետը, դուք եք այդ բոլորի համար պատասխանատուն եւ ծանր լուծը քաշողը։ Այսօր պետք է ասեմ, որ դուք ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով, պետք է ասեմ, որ դուք շատ բան եք ուզում անել, բայց ցավոք ձեզ տրված հնարավորությունները սահմանափակ են։ Չնայած այդ սահմանափակումներին, գիտենք, որ անում եք այն, ինչ որ երբեմն համարվում է անհնարին։ Այդ ինչ կուզենայիք անել, որ վաղը կամ մյուս օր քաղաքացի Ցոլագյանը մարզպետ Ցոլագյանի կատարածից գոմն։ Շատ բարդ հարց եք տալիս։ Գիտեք ինչի, որովհետև իրապես ես երբ որ գնացի, դա ժամանակները լրիվ ուրիշ էին, երբ որ եկա մի անգամ ուրիշ էին, ես մի անգամ եկա 96 թվականին Գյումրի, այն ժամանակ ուրիշ էր, հարկ ասու փոխվել է դեպի դավը, ով ինչ ուզում է ասի, կարող է քննադատեն իմ ասածը, կարող է ասեն չէ, այն ժամանակ չէ։ 96 թվականին շատ ավելի վատ էր վիճակը ու շատ տեսանել էր դա։ Այսօր փոխվել է Գյումրու դեմքը բավականին, Շիրակին էլ հետ է։ Մարդիկ առաջ են գնացել, ես չեմ կարող դա չքննադել, չասել, բայց իսկապես խնդիրները շատ են։ Ես խնդիրները չէի ուզենա թվեի, հիմա այնքան խնդրեմ կա անջրի դեմ։ Այն խնդիրները, որոնք կապված են Շիրակի եւ ընդհանրապես Գյումրիի հետ։ Սկսած վթարայի շենքերի, չգիտեմ ինչից, որոնք անհրաժեշտություն կա, որոնցով զբաղվել են։ Ես իհարկե այդ հարցերը աշխատում եմ անպայման ինչ-որ ձևով լուծումներ գտնել այդ հարցերի հետ կապված։ Առայժմ ինչ-որ բաներ հաջողվել է, ինչ-որ բաներ չի հաջողվել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ հաջողվածը շատ ավելի քիչ է, քան պետք է հաջողվեր։ Շատ լավ հասկանում եմ, որ արածը քիչ է, քան պետք է արվեր։ Դու նաև հասկանում ես, որ մաջերեսային արված բանը դա խորքային չէ։ Խորքային մենք այսօրվա դեպությամբ չունենք արած մի բան, ես իհարկե նկատի չունեմ բնակչությունները, մյուսը, որոնք իսկապես կարևոր հարցեր են եղել եւ լուծում են ստացել բավականին շատ, իսկ խորքային ես համարում եմ աշխատատեղերի ստեղծման հարցը եւ էլի լուրջ բաներ։ Այստեղ որ մենք կաղում ենք, այստեղ որ պետք է անելիքները մեր որտեղ մի քիչ ավելի տեսանելի լինեն։ Տեսանելին իհարկե երեսի, մաջերեսին է։ Մաջերեսի տեսանելին իմ կարծիքով քիչ է։ Որ փողոցը կարող է ասֆալտապատել, դա չէ։ Դա լավ է, բայց մեզ ավելի լավն է, պետք է դա ավելի լավ է։ Այդ իմ ասածներն են։ Ես կուզենայի Գյումրին տեսնել շեն, կուզենայի տեսնել Շիրակը շեն, կուզենայի տեսնել են
ավերակ մնացած մի քանի շինությունները որ կան, որոնք շատ այլ են մնացել մեզ։ Դրանք իսպար վերանային։ Կուզենայի որ այն վթարային շենքերը վթարային չլինեն։ Կուզենայի որ ամեն մարդ այսօր ունենար բավարար պայմաններ ապրելու համար, իր ապրուստը հոգալու համար։ Կուզենայի որ մարդ իր աշխատանքով ստեղծեր իր ապրուստը, ոչ թե սպասեր, ակնկալեր ինչ-որ մեդի օգնությունը կամ մյուսը։ Դա պատվի հարց է։ Եվ մարդկանց, եթե կարողանանք հասցնել այն վիճակին, որ մարդը ինքը իր ապրուստը ստեղծի, դա կլինի ամենամեծ նվաճումը Գյումրիի համար, Շիրակի համար։ Եվ բոլորիս աշխատանքը երևի համախմբված աշխատանքը դիտանի դրան։ Այդ մի հոգու հարց չի, երկու հոգու հարց չի։ Մենք գիտենք նաև հնարավորությունները, պետության հնարավորությունները, եւ այս ամենը հաշվի առնելով ես ասում եմ պետք է ուղղակի աշխատել այս ուղղությամբ, անընդհատ աշխատել, չհիասթափվել, չթուլանալ, թևերը թափ չգցել ու հասնել ինչ-որ հաջողություններ։ Եթե այդ բաներն եղավ, ես բարձ չէ որ կզգամ ոչից փառավորված, ես կուզենայի տեսնել 87 թվականի Գյումրին, որը հիշողության մեջ շեն, գեղեցիկ, միջին քաղաք էր, որը մշակութային քաղաք էր, մշակութային ոչ միայն մշակութային միջոցառումներով, այլ փողոց անցնելով, այլ կարգ ու կանոնով, մյուսով, որը այսօր ցավոք սրտի մենք չենք ասել դրա, բացակայում։ Պարոն Ծովագյան, ես հիշում եմ, երբ դուք ստանձնեցիք մարզպետի պարտականությունները, հենց առաջի օրվանից դուք սկսեցիք գործարարներին եւ ներդրողներին հրավիրել, զրուցել, հորդորել, որ ներդրումներ անեն եւ հատկապես աշխատատեղեր ստեղծելու համար։ Ինչ որ բան ստացվում էր, ինչ որ բան չէր ստացվում, դա դուք ավելի լավ գիտեք, քան թե որևէ մեկը, բայց ես ուղղակի մի քիչ կներեք, զայրույթ եմ ապրում մեր տեղի գործարարների վարկագծից, որոնք կարողացան հարստություն կուտակել մեր ժողովրդին պատկանող գործարանների, ֆաբրիկաների սեփականաշնորհումից, բայց ինչ որ այսպես пассивություն են դրսևորում, ասենք թեկուզ եւ ձեր կողմից, կառավարության կողմից Գյումրի քաղաքի համար այսպես ծրագրեր իրականացնելու ժամանակ եւ կարծես թե իրենց հետաքրքիր չէ մեր այս ծանր վիճակը։ Իհարկե մենք նման մարդկանց հետ կապված ուսումնասիրություններ ենք անելու եւ կգա պահ մենք իրենց էլ կասենք մեր ամոթանկի խոսքը, որ Գյումրեցուն, Շիրակցուն պատիվ չի բերում, որ մենք անընդհատ ասում ենք թող դրսից կան մեզ համար բանանեն, բա մենք ինչ անենք։ Վախենամ չազդից էր ասած մեկ, երկրորդ ժողովրդական խոսք ասում է, կոշտը չի դեսովազնի։ Այստեղ հարցը լրիվ ուրիշ դաշտով պետք է նայել, մենք գիտեք շուկայական հարաբերություններ, ամեն ինչ շուկան է թելադրում։ Այն որ մենք կարող ենք որևէ մեկին ստիպել ասել քննադարը դա սուպ։ Մենք պետք է շահագրգռենք։ Սա է ձևը, ուրիշ ձև չկա։ Եթե մենք ասենք որևէ մեկին, այսօր հրամայական մեթոդներով որևէ մեկին ասել կնա ինչ-որ մի աշխատատեղ ստեղծի, դա ապարդյուն իզուր գործ է, չի անցնի։ Այսօր պետք է ստեղծես պայմաններ, որ այդ մարդն էլ շահագրգռված լինի, որովհետև ամեն մի բիզնեսով առաջնորդող մարդ, շահով առաջնորդող մարդ, որը բնական է այս պայմաններում, չի կարող իր շահը անտեսել եւ գնալ ինչ-որ բան անել։ Դա չի լինի։ Ես չտեսած մի շատ կոշտ ասացիք տեղի։ Մեր տեղի չէ, մեր տեղիների հնարավորությունները սահմանափակ են, այդքան շատ չունենք մենք մեր տեղում, շատ սահմանափակ։ Մենք ունենք դերսում այս շիրակցիներ, գյումրեցիներ, որոնք երևի պետք է փորձեին ինչ-որ բան անել։ Այստեղ էլ փորձել ենք մենք կապեր հաստատել եւ այլ եւ այլ։ Կան ահագին պլաններ, կան բիզնեսմեններ, որոնք եկել են, նախաձեռնություն կա կոնկրետ բաներ, ու բոլորը վերջերս լուրջ բիզնեսմեններ են եղել այստեղ, մենք իրենց հետ հանդիպել ենք, ազգության փայ մարդիկ են, որոնք նպատակներ ունեն, պլաններ ունեն Գյումրիի հետ կապված, Շիրակի հետ կապված, եւ ասված տա, որ այդ մտահղացումներն իրականանան։ Շատ հեռու չեն դրանք, շատ մոտակա ժամանակվա խնդիրներ են։ Ես հանդիպել եմ այդ մարդկանց հետ, եղել ենք տարբեր տեղերում, նայել են, տեսել են, հավանել են, մեկ-երկուսը ինչ-որ փոքր բաներ սկսել են արդեն, որի շարունակությունը հետագա կմեծանա եւ կստեղծվի բավականին լավ մթնոլորտ։ Այո։ Ու հիմնականում դա կնում է туриզմի եւ տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Այդ երկուսը կարող եմ ասել, երկուսն էլ շատ լուրջ ծրագրեր են եւ երկուսի ծրագրերի հետևում էլ կանգնած են շատ լուրջ մարդիկ։ Եվ սպասենք, ակնկալենք, տեսնենք, եթե ստացվի, շատ լավ կլինի դա։
Իսկ այն որ տեղիների վրա բան չէ, տեղիները այդ հնարավորությունները մի քիչ սուղ է։ Նրանք մեծ արտադրություններ, մեծ աշխատատեղեր ստեղծելու այդ բան չունեն։ Ու տեղի մեր բիզնեսմեններից որոշ մարդիկ բավականին լավ աշխատում են, հաջող ստացվում է իրենց բիզնեսը, ունեն աշխատատեղեր, մարդիկ աշխատում են, գովելի են նրանց աշխատանքը, մենք պիտի փորձենք անընդհատ այդ մարդկանց կողքին լինել, օգնել, սատարել։ Հակառակ դեպքում մենք ունենանք այն, ինչ որ մի ժամանակ առաջ ունեինք։ Պետք է առաջ նայենք, առաջ նայելու համար պետք է մարդկանց հետ հանդիպենք, փորձենք։ Պետք է չհիասթափել, անընդհատ աշխատել է պետք է դու։ Պարոն Սոլոգյան, դուք աշխատել եք մանկավարժ, այո, Կոմերցիոն շրջանային կոմիտեի քարտուղար, այո, շրջանային խորհրդի կուրսկոմի նախագահի տեղակալ, որից հետո անցել եք անդամության ծառայություններում, հետո ղեկավարել եք բավականին լուրջ ոլորտներ, նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար, հարկային ծառայության ղեկավար, հետո նորից ազգային անվտանգություն, Աջմել Շիրակի մարզպետ։ Ձեր կենսափորձը բավականին շատ է։ Այ ես կուզենայի ձեր կարծիքն իմանալ, ինչի մենք ամենօրյա հետևական աշխատանք չենք կարողանում, ես ի նկատի չունեմ իշխանություններին, Քավլիցի, ամեն ինչ չէ, որ իշխանությունը պետք է լինի, ընտանիքում, թաղում, համայնքում, մի խոսքով, ինչի չենք երիտասարդության նկատմամբ հոգատարություն դրսերում, նրանց ֆիզիկական, հոգևոր, մտավոր, հայրենասիրական դաստիարակությունը դարձնում մեր ամենօրյա ուշադրության կենտրոն։ Լուրջ հարցի մասն է խոսում, որը այսօր գիտեք երիտասարդության մասին նախ կարծիքն ասեմ, երիտասարդությունը շատ ավելի զարգացած կրթված երիտասարդություն է, քան մեր ժամանակին ենք եղել։ Դրա համար իրանք մեծ ավելի հնարավորություններ ունեցել եւ կարողանում են օգտագործել այդ հնարավորությունները։ Այսօր ժամանակն է փոխվել, առաջընթացը ակնհայտ է, տեխնիկական մյուս միջոցների առկայությունը։ Իսկ ինչ ենք անում մենք։ Տեսեք, մեր մոտ խնդրեմը դաստիարակության գալիս է հետ ընտանիքից։ Առաջին ընտանիքն է սկսում։ Մեկ-մեկ ես դպրոց որ մտնում եմ, հարց եմ տալիս. քանի տղամարդ մանկավարժ կա դպրոցում։ Ինչ եմ հարցը տալիս, որովհետև նախկինում տղամարդ մանկավարժները մեր ժամանակ համենայն դեպս երակշռողային դպրոցներում։ Հիմա ընտանիքում, եթե վերցնենք արտագնա աշխատանքի գնացող մարդու ընտանիքը, երեխային դաստիարակում է մայրը։ Մանկապարտեզ ԶՏԿ կին է դաստիարակը, դպրոց կին է, համենայն դեպս առաջին դասարանները։ Վերջում էլ տղամարդ համարյա 10-10 չի տալիս։ Գալիս է ասում է բանակի ժամանակ տղան թույլ է, տղան տղան չի։ Ավելի կոնկրետ օրինակ բերեմ, առաջ եթե, տեսեք չգիտեմ եթերի համար սա ընդունել է թե չէ, տղան, հայ տղան, գյումրեցի տղան, լեննականցի տղան, այսպես ասեմ, ընկերուի հետ փողոցով գնար, որևէ մեկը մի ռեպլիկա թողներ, անպայման կռիվ էր դառնալու։ Իրար դիխպեին, ծեծեին։ Այսօր, հա, այն ժամանակ աղջիկը անպայման կողքից քաշում էր տղային, ասում էր պետք չի մի կռվի։ Այսօր եթե տղան ու աղջիկ գնում են, կարելի նկատել հակառակ երևույթը։ Կարող է ռեպլիկա թողնա, աղջիկը խոսի, տղան ասի գործ չունես։ Ինչ է սա։ Եվ սրա այս բանը երեխայի դաստիարակության հետևանքը, որ գալիս է դառնում է ոչ թե ֆիզիկական դաստիարակություն ենք ասում։ Ֆիզիկապես այսօր մարդը ինչով է զբաղված, երեխան դպրոցում, մյուս տեղը տանը, կոմպյուտեր, նստած է համակարգչի առաջ, վերջացավ։ Նա ուրիշ բան չունի։ Հետո սկսում է այդ վիրտուալ աշխարհով ապրել, ընտանիքում շփումները քչանում են, այն դաստիարակությունը, որ գոնե պիտի ստանար, դա էլ չի հասցնում ստանալ, որովհետև շփում չկա։ Մի հետաքրքիր ինտերնետում նկար կար, թոռները եկել են տատին տեսակցության։ Թոռը մեկը ստեղ է նստած հեռախոսով, մյուս թոռը ընդեղ է նստած, հայրն ու մայրն էլ մյուս կողմն է նստած։ Տատը մենակ նստած է, ոչ մեկը հետը չի խոսում։ Այս վերջերս լավ է կատակալ ճիշտ էին հասկացել, վերցրել են մի հատ հեռախոսել տատի ձեռն էին տվել, ստացվել էր որ բոլորն էլ զբաղվում են դրանով։ Այսինքն իր այդ չեն խոսում, մարդիկ իր այդ չեն շփվում։ Մենք մեր վրա ենք վերցնում այդ օրինակը, մենք էլ ենք մի վիճակում։ Այսօր ես ավելի շատ ընդեղ եմ, քան թե իրական կյանքում։ Եվ սա իհարկե սա իր դրական բաներն ունի, բայց բացասականներ շատ է։ Հիմա գնանք առաջ։ Ինչ եղավ։ Մարդը այսօր դաստիարակության խնդիրներ ունի, հայրենասիրական,
դասերակցության խնդիրներ, ընտանեկան, բարեկամական, այս բոլորը կարևոր բաներ, էլեմենտներ են, մանավանդ մեր մոտի համար, մանավանդ մեր քաղաքի, մեր ժողովրդի համար։ Ինչի որտեղ այստեղ տրադիցիոն քաղաք է, տրադիցիոն նիստուկացով, վերուվարով, եւ այստեղ անհրաժեշտ է որպեսզի այդ բաները մեկ նորից էլի մարդկանց մեջ արտնասնենք։ Մեծի նկատմամբ հարկանք շատ զարգացած եղել դա այստեղ։ Այսօր նկատում ենք, որ դա խաթարված է։ Եվ անդադ պետք է մեծերը կարողանան ինչ-որ ձևով հասկացնել, անդադ դասիրատել, զբաղվել դրանով։ Եթե մենք հասնենք նրան, որ բոլոր տեղերը մտածեն այս մասին, մենք հաջողության կհասնենք։ Ասել, որ այստեղ պետությունն է, չէ, մենք էլ մեղավոր ենք այս հարցում։ Բոլորս ամեն մեկս մեղավոր ենք։ Մենք չենք կարողանում ճիշտ անել մի բանը, սկսում ենք արդեն գցելը սրա նրա վրա։ Պետք չի։ Մենք մերն անենք, հետո նոր մտածենք մյուսը պետք է աներ, թե չաներ։ Այդ դուք շատ հետաքրքիր միտ զարգացրիք մեծի նկատմամբ հարկանք։ Ես չեմ ուզում հանրապետության մասշտաբի մեծերից խոսել, բայց մի երկու խոսքով ուզում եմ անդրադառնալ մեր տարածաշրջանի այն երախտավորներին, որոնց նկատմամբ ինչ որ միտեղ մեր սերունդը, ասես մեղք է կործել, ինչ առումով։ Մենք նրանց մեծարելու, գնահատելու հարցում պասիվություն դրսևորեցինք։ Օրինակի համար ում հետ խոսում ես, եթե խոսում ես Մատնիշյան Սուրենի մասին, կամ Կիրակոսյան Էմիլի մասին, կամ Գալստյան Ռաֆիկի մասին, կամ Ախուրյանի նախկին քարտուղար Տոնոյանի մասին, կամ Մաղալիկի տարածաշրջանի նախկին առաջի քարտուղար Նազարյան Սպարտակ Գերոյչի մասին, Աշոտկից Երանոսյան Լևոն Անտոնիչի մասին եւ շատ շատերի մասին բոլորը հիասմունքով հիշում են, բայց հիմիկվա երիտասարդներին երբ հարցնում ես չեն ճանաչում, չգիտեմ։ Թե բարդավորել չեն իմանալու, գիտեք, մենք ենք բարդավոր։ Իրենք բարդավորել չեն դա իմանալու, ես այստեղ կա այս ձևի բան, որ մենք խոսում ենք այսօր քաղաքական, կուսակցական, մյուս ղեկավար, չէ, ես կուզենայի, որ առաջի հերթին իրենք ճանաչեին, ասենք, արվեստի բնակավար, ենթադրենք։ Եթե այսօր գրականություն ենք վերցնում, արվեստ ենք վերցնում, ես վերցնում ենք Ֆրունզիկ Մկրտչյան, վերցնում ենք Էսենք Իսակյան, Շիրազ, մյուս։ Եթե մենք այս տեղում ամեն ինչ լրացնում ենք, կողքից իրանք մնացածն իմանում են։ Մենք ստեղ պետք է աշխատենք, մեր ուղղությունը պետք է նրա վրա լինի։ Եթե մենք վերցնենք, որ մարդիկ երախտավոր են, այո, երախտավոր են, իրանք աշխատել են, լավ են աշխատել, լավ անուն են թողել, նրանց էլ պետք է իմանալ։ Մեր սերունդը փորձում է դա տալ։ Տեսեք, այսօր երիտասարդության արդեն քանի տարեկան է, 20-ից բարձր, մոտավորապես այս տարիքը, մինչև 30 տարեկան։ Ինձ հարց են տալիս, շրջկոմի քարտուղար կոչվածը ինչ պաշտոն է։ Նա կառուցվածքը չի դի, նա չի հետաքրքրում դա ինչ պաշտոն, ով է եղել, ինչ է եղել, բան։ Նա կառուցվածքը համատում է այսօրվա կառուցվածքների հետ, ասում ես, չէ, այսպես է, չի դես համատություն չի դեսում այդ անես։ Դա դժվար է։ Մենք գիտենք դա, մեր սերունդը տեսել է այդ մարդկանց հետ շփվել է, նստել է, դրա համար մենք բարձրացնում ենք այդ մարդկանց պատիվը մեր խոսքով, մեր նստելով, մեր ելնելով։ Բայց երեխաներին ասել, որ դուք պարտադիր պետք է իմանաք ովքեր են եղել այս մարդիկ, շատ դժվար է դա, չի լինի։ Բայց մենք եթե կարողանանք արվեստի մյուս բնակավարների մարդկանց միջոցով հասցնել նրանց ժամանակակից, եթե ենթադրենք խոսում ենք մենք Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, եթե պատմություն եք պատմում, կապեք այդ պատմությունը Էմիլ Տիրագոսյանի հետ, անպայման նրանց մոտ հետաքրքրություն կառաջանա, բայց Էմիլ Տիրագոսյանն ով էր, որ Ֆրունզիկի հետ այդպես խոսում էր։ Ենթադրենք։ Այո։ Այս ժամանակ իր մոտ կառաջանա ցանկություն եւ հետաքրքրություն Էմիլ Տիրագոսյանի անձի նկատմամբ։ Հակառակ դեպքում Այսօր 30 տարեկան երեխային չի հետաքրքրում, երիտասարդին չի հետաքրքրում, թե ասֆալտը այն ժամանակ Էմիլ Տիրագոսյանը ոնց էր։ Հասկանում եք քաղաքը ոնց էին պահում, քաղաքը ինչ էին կառուցում քաղաքում։ Իրանք տեսել են քաղաքի հին պատկերը, տեսնում են այսօր նորը, վերջ։ Այսօր իրաց պետք է ավելի հեռանկարային բաներ, այսօր մերոնք առաջ գնալու մեծ բանն են, եւ երեխաներին երիտասարդությանը պետք է անընդհատ առաջ մղելու բանով տանենք։ Հինը մենք մի նոստալգիկ բաներ կա մեր գյումրեցիների մոտ, ամենայն դեպս անընդհատ հինը վերականգնելու հին սովորություններն ու հին ամեն ինչը վերականգնելու։ Ես դրա մեջ սխալ բան եմ գտնում։ Չի կարելի, հնարավոր չի։ Մենք չենք կարող տանել։ Հին ասելով ենթադրենք, եթե եղել է մի մշակույթի տուն, պարտադիր չի որ մշակույթի տունը նորից կառուցվի նույն ձևով։ Այդ գեղեցիկ եթե դրա տեղ մշակույթի տունը բավարար է։ Բայց մենք չէ, անպայման են։ Դե հիշենք, որտեղ մեծերը հիշում են դա այդպես։ Իսկ երիտասարդությունը չէ, դա այդպես չի մտածում։ Նա մտածում է հարմարությունների մասին, մտածում է լավի մասին։ Եթե լավը կա, հարմարությունները լավն են, բավարարում է իրան։ Այսօր դելինք կենտրոնն է ասեմ կառուցվել։
Եթե դա այդ ձևով է կառուցվել, ուրեմն ձև էր պետք։ Գեղեցիկ շինություն է։ Մեր քաղաքի կոլորիտին ոչ համապատասխան է ձեր ասում։ Առանձնապես մեր բաների, բաներ չի բռնում, բայց լավն է։ Եվ առաջ գնալը մենք պետք է անընդհատ փորձենք այս ձևով տանել։ Ես ինչ եմ սա ասում, որովհետև մենք չպետք է շեշտադրումներ անենք այդ վաստակաշատ մարդկանց մասին խոսելուց մենք տեսնենք, որ մեր աուդիտորիան կնեղանա այդ ձեր ասած վաստակաշատ կոնտինգենտի մասին խոսալուց կնեղանա, որովհետև մեզ կհետաքրքրեն դրանով այն մարդիկ, որոնք որ գիտեն այդ ժամանակի մարդն են։ Այսօրվա երիտասարդությանը մենք դրանով ոչինչ չենք ասի։ Լրիվ համամիտ եմ ձեզ հետ, բայց նրանց օրինակը եթե մենք կարողանանք մատուցել, այս դեպքում օգուտ կտանք։ Նրանց օրինակ, նրանց արածը, նրանց գեղեցիկ գործերը, նրանց ասածը, նրանց վարվելաձևը, եթե սա կարողանանք փոխանցել, դա լավ է։ Բայց եթե նրանց մասին զուտ ասենք, որ շատ լավ մարդիկ են եղել եւ լավ ղեկավարներ են, իրենց գործունեությունը, ծառայությունները մարդկային հատկանիշները, դա ուրիշ բան է։ Դա կարողանանք տալ մարդկանց։ Ես ձեզ հետ լրիվ համամիտ եմ, որ իրոք լավ երիտասարդություն ունենք։ Եվ այն ձեր պատմությունը աղջիկա, սաստելի վոլիվոլն մի առիթով ես էլ առիթ ունեցա երիտասարդ աղջիկներին, զրուցեցի աղջիկները անկեղծորեն բողոքեցին, որ տղաները քիչ են, մենք էլ գիտենք ինչ պատճառով, որովհետև մեր աղջիկները հասունացի հարսնացու են դարձել, փեսացուները չկան, փեսացուները դրսում են։ Սրանով ես օրինակ անհանգստանում եմ եւ վստահ որ դուք եւ ձեզ նման մարդիկ անհանգստանում եմ մեր կինոֆոնդի համար, որովհետև բնական աճ չի ապահովում։ Բնական աճ չեղավ դպրոցներում աշակերտների թիվն է պակասում, վաղվա մեր հայրենիքի պաշտպանների թիվն է պակասում, հազար ու մի հարցեր կան, խնդիրներ կան, որ մենք իրոք ես ձեզ հետ լրիվ համեմատ լինելով ասում եմ, այսօր թաղային հեղինակություններ են այդ եկել, որոնք երիտասարդներին, որոնք ավելի այսպես դասիրակությունից դուրս են մնացել, անմիջապես քաշում են իրենց այսպես ճիրանների մեջ եւ կարողանում են այսպես հագարակ ուղղությամբ տանել հոսանքին։ Մեր քաղաքում եւ ամբողջ մարզում դուք ժամանակին շատ մոտ եք եղել Լենագանի հետ, գիտեք, այսպես հեղինակություններ կան, որոնք ոցի նրանից որ կոլեկտիվների են ղեկավարում եւ հեղինակություն էին վայելում, միևնույն ժամանակ թաղերում էին հեղինակություն, մի երկուսին, եթե ասեմ, դուք կհիշեք, Սանազար Մխիթարյանը Սանոն, Վլադիմիր Մովսյանը Կադարը, Վարդանյան Սերգեյը, Լեյլոն, որը պաշտոն չուներ, բայց քաղաքի ղեկավարությունը իրենից խորհուրդ էին հարցնում։ Ես անկեղծ եմ ասում։ Եվ այդ մարդիկ, եւ շատերը կան։ Թաղի երիտասարդությունը ուղղորդում էին դեպի լավը, ուղղություն էին տալիս, թույլ չէին տալիս։ Համակարգ նեղություն հիմա էլ կան, ուղղակի դուք չեք ճանաչում։ Երեք հետաքրքիր բան եմ ասում։ Հիմա արդեն այստեղ հարց կա։ Դուք այն ժամանակ հետաքրքրվել եք դրանով, իմացել եք։ Կա։ Հիմա էլ կարող է ծեի մարդիկ կան, որոնց մենք երկուսով չենք ճանաչում։ Տեսեք ինչ եմ ասում։ Բայց այն որ երիտասարդությունը բավականին զբաղմունքի հարցով բաց է մնացել, այդ փաստ է։ Բաց է մնացել, դիտեք այն ժամանակ ախր մենք միշտ ասում ենք, այն ժամանակ կար կազմակերպված երիտասարդական մարմիններ, չասեմ անունները, հերթով, որտեղ երիտասարդությունը ընդգրկվելով ինչ-որ տեղ հեռու էր մնում։ Կար պարտադիր աշխատանքի պրինցիպը։ Քրեական օրենսգրքում հոդված կար։ Ինչ էր կոչվում դա, թունիացը հոդվածը, որ մարդը չի աշխատում, վերցնում դատում էին։ Այսօր աշխատող մարդը քիչ է, չէ՞։ Շատ։ Դրա համար եթե աշխատանքի տեղ լիներ, բաններ, այդ մարդիկ են զբաղմունք ունենային, այդ ձեր ասած դասիրակության հարցերը շատ բաներ կլուծվեին։ Ես միշտ նեղվում եմ նրանից, որ մենք բնակարանային հարցը լուծելու զուգընթաց չենք գնացել աշխատատեղերի ստեղծմանը ժամանակին։ Ես նույնիսկ ուրիշ բան ասեմ, ծայրահեղ բան եմ ասում, հարկավոր էր սկզբից աշխատատեղերի հարցը լուծել, նոր բնակարանային հարցը։ Ինչի՞։ Մարդը թող դոմիկում ապրեր մեր լեզվով ասած, բայց գնար աշխատանքի կար այնտեղ, նրա կյանք ավելի մարտավայել կլներ եւ այլ եւ այլ։ Սա անց է գնացել, այն ասրա մասին ասում է ճաշից հետո մանանեղ պետք չի, հա, բայց սա հարցերի հարցեր է, որ մարդը աշխատանք ունենալով կարող է նաեւ դասիրակության խնդիրներ լուծել։ Չէ՞ մարդը չաշխատող մարդ իր երեխով էլ չկարող խոսալ, երեք էլ մի հատ ուրիշ ձևի նայեք։ Որ խոսակ արեք, երեխեն կասի կնա գործի նոր բաներ, էլի ախր բաներ կա էլի։ Հիմա դա ասած կարող շատ վատ ազդի մարդկանց վրա, բայց ոչինչ։ Պարոն Ծիլոգյան, ես գիտեմ, որ հենց 13 թվականին
ձեր նախաձեռնությամբ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը վերանայվեց, վերախմբավորվեց։ Նոր առաջարկություններ ներկայացվեցին կառավարություն եւ վերջերս աշխատանքային այցով մեր մարզում էր գտնվում քաղաքաշինության նախարարը եւ ճիշտ է հաղորդում եղավ հեռուստատեսություններով Թրուցիկ ինքը ներկայացրեց այ կուզենայի ձեր կարծիքը ձեր համատեղ աշխատանքը ինչու ներկայանում։ Շնորհակալություն քաղաքաշինության նախարարը լավ է մտածում։ Եվ խելացի շատ մտքեր է արտահայտում կապված Գյումրիի եւ Շիրակի հետ։ Հիմնականում Գյումրի։ Հիմնական գաղափարը նրան նա է, որ Գյումրին անպայման պետք է ինչ-որ ձևով զարգացման այդ ճանապարհները պետք է ճիշտ ընտրվի եւ այդ ճանապարհները նրանք չեն, որ Գյումրիում երկու բան պետք է տեղափոխվի Գյումրի ու Գյումրին բրծավի, չէ։ Նրա շատ մի արտահայտություն դուրս եկել է, ասում է Գյումրին պետք է նայվի որպես երկրորդ մայրաքաղաք գաղափարով։ Իսկ ավելի կարևոր մի բան է ասում, մենք իր այդ շատ ենք զրուցել այս թեմայով եւ եկե կողմ է մեր ասածներին, ընդունում է այն ինչ որ մենք առաջարկում ենք Գյումրիի հետ կապված, որ հարկավոր է սա անել։ Նա ասում է կա մեր մոտ մարզերի համաչափ զարգացման ծրագիր պետության մեջ, մեր պետության։ Նու իր առաջարկներն է որ Գյումրին հանվի այդ համաչափ զարգացման ծրագրերի միջից եւ առանցին դիտարկվի։ Այսինքն համաչափության մեջ Գյումրին չի տեղավորվում։ Այո։ Ես են կարծում որ իսկապես Գյումրին համաչափության մեջ չի տեղավորվում։ Գյումրին հարկավոր է առանցին դիտարկել եւ Գյումրին հարկավոր ինչ-որ բան անել։ Իհարկե այս առաջարկություններին հանրապետության ղեկավարություն տեղյակ է։ Այս առաջարկությունները քննարկվել են բազմիցս, իրենք շահագրգռված են այս հարցում, բայց ելքեր գտնելու խնդիր կա այստեղ, որը անել եւ ճիշտ անել։ Ճիշտ անելու հարցն է, որ այսօր կախված է ու չի որոշում, չի կարողանում որոշվել, որովհետեւ մի խնդրից մյուսն է առաջանում։ Եվ որ մենք ասում ենք հեշտությամբ, որ սա վերցնենք, տանենք այստեղ, սա մեխանիկական զուտ աշխատանք չի։ Ենթադրենք նախարարություն բերում ես մի նախարարություն Գյումրի։ Սա լիքը խնդիրներ կա, պետք է այդ հարցերը լուծվի։ Սկսած ֆինանսական միջոցների հայտարարման հարց կա, շենքային, մյուս, բնակարանային, այդ մարդիկ պետք է կան մասնագետ մենք չենք կարող, ցանկացած մինիստրություն, այսպես հեշտ է ասել, որ բերեք մինիստրությունը Գյումրեցի կաշխատի, ինչ հասկացա։ Այդտեղի չի լինում։ Եվ մինիստրությունը մասնագիտական կադրեր կան, մասնագետներ կան, որոնք աշխատում են։ Մասնագետներին չի կարելի հանել գցել մի կողմ, ասել չէ Գյումրեցի պետք է աշխատի, դա հնարավոր չէ։ Այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Ասեմ ձեզ, որ շատ կարևոր է ճանապարհի շինարարությունը հույսիս հարավ։ Եթե ճանապարհի շինարարությունը ավարտվի, Էդի մասած շատ բաներ, նախկինում որ ասել եմ, դրանք բոլորը լուծվող խնդիրներ են։ Դա խոստումները կա, մարդկանց հետ պայմանավորվածությունները կա, հանրապետության ղեկավարության հետ պայմանավորվածությունները կա, որ եթե դրանք եղավ, ճանապարհը եղավ, ուրեմն հեշտանում է մեր գործը, տեսայից որ մարդիկ կարող են նաև գնալ գալ։ Պարոն Ցոլագյան, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես վերջի հարցն եմ ուզում տալ։ Ես գիտեմ, դուք խստապահանջ մարդ եք, առաջինը ինքներիդ ձեր նկատմամբ, հետո մյուսների։ Եվ պետք է ասեմ անկեղծորեն, ես գիտեմ նաև ձեր երեխաներին։ Գիտեմ ինչպիսի լավ երեխաներ եք դաստիարակել։ Իրոք բարիսպոն իմաստով։ Ոչ բոլոր ղեկավարներն են, որ հետաքրքրում են իրենց երեխաների դաստիարակությամբ եւ հասարակությանը նվիրում են լիարժեք քաղաքացի։ Այդ ձեր երեխաների նվաճումները ինչու՞ն եկան։ Առաջին նվաճումն է, որ ձեզ անպատիվ չեն արել։ Չէ, ամենակարևորը, շատ կարևոր է դա։ Ընտանիքի հարազատության այս կապն է, որ իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք մենք մեծ Գերդաստան ենք։ Այդ Գերդաստանի մի մասն են իրենք կազմում, Գերդաստանի այդ շարունակության, հարաբերությունների ճիշտ կազմակերպման, ճիշտ հարաբերություն։ Գիտեք, ճիշտ հարաբերությունները ամենաճիշտ տերմինն է։ Ոչ թե լավ հարաբերություն, այլ ճիշտ հարաբերություն։ Եղբայր-եղբայրը դե ճիշտ հարաբերություններ ունեն։ Հարևանը ճիշտ։ Եթե դա այդպես է լինում, այդ ճիշտը փրկում է մարդկանց։ Այն հիմա իմ երեխաները դա այդ ընտանիքի Գերդաստանի մի մասն են կազմում ու իրանք զգում են իրանք այդ Գերդաստանի մեջ։ Իրանք դրանից դուրս իրեն չեն պատկերացնում։ Դա դասիրակության հարց է։ Ներվածություն, ծնողի նկատմամբ վերաբերմունք, այն ինչ որ իրանք տեսնում են, ինչ որ ես եմ արել իմ ծնողի նկատմամբ անում, այն բան իրանք պետք է անեն, եթե չեն անի, ուրեմն շեղվելու են այդ ճամփից։ Ասպաստա չշեղվին, վախը միշտ մեջը դու պայես, զգուշ լինես։ Պարոն Ցոլագյան, գիտեք, ինձ համար հատկապես որն է հաջողել, որ դուք լսելու ունտոնակություն ունեք։ Եվ հասարակ բանով
դուք ոգևորվում եք։ Այ մեր զրույցի ժամանակ, ոչ այսօր, երբ մենք զրուցում էինք հրավերքի հետ կապված, երբ մեր նպատակների հետ ծանոթացաք, դուք ոգևորվեցիք եւ ձեր ոգևորությամբ ոգևորեցիք ինձ։ Ես էլ այդ ոգևորությունը փոխանցեցի մեր աշխատանքային խմբի անդամներին։ Շատ հաճելի էր եւ գիտեք, դուք այսօր առաջի հյուրն եք մեր հաղորդաշարի։ Այսինքն դուք անկախ ձեր կամքից դարձաք մեր հաղորդաշարի կնքահայր, որի համար մենք շատ զգացված ենք։ Խաչք դառնեմ։ Ոչ, իրոք դա մեզ համար պատիվ է բերում։ Հավատացեք, նորից հաջողախոսություն չէ, այսպես անկեղծ աչքերի մեջ ուղիղ նայելով հոգու խոսք է։ Ցավոք, մեր ժամանակը ավարտվեց, հաճելի զրույց էր, ստացվեց մեր զրույցը, պարոն Ցոլագյան, ես չգիտեմ ձեր կարծիքը, հետո հեռուստադիտողների կարծիքները մենք կիմանանք իհարկե։ Կներեն մեզ էլ ավել պակաս բաների համար, որովհետև առաջիններս էլ շատ հանգարցած են։ Ավել չէ, բայց պակաս բաներ մենք թողեցինք, եթե հետագայում կյանքը հնարավորություն ընձեռնեց, մենք նորից կխնդրենք ձեզ կհրավիրենք հարգելի հեռուստադիտող մեր հյուրներ Շիրակի մարզպետ պարոն Ֆելիքս Ցոլագյանը, մինչ նոր հանդիպում, հաջողություն ձեզ։ Հաջողություն, շնորհակալություն։